Բարի երեկո, սիրելի քույրեր, եղբայրներ, ողջույն բոլորիդ, բոլոր անոնք, որոնք այստեղ ներկա են անձամբ, բոլոր անոնք, որոնք արցանց կլսեն, սիրելիներ, դեռ օրհն է բոլոր քույրեր, եղբայրները, որ այս պահը ընտրած են, եկած են Աստծո խոսքը լսելու եւ Աստծո ներկայությամբ օրհնվելու։ Հարցումը, ինչու Աստված այսքան երկար սպասեց, մինչև որ իր միածին որդին ղրկե։ Ինչու երկար սպասեց իր պատգամը ղրկելու։ Պիտի կարդամ Քաղադացիս թուղթեն 4-րդ գլուխ 4 եւ 5 համարները։ Թուղթ Քաղադացիս 4-րդ գլուխ 4 եւ 5 համարներ։ Անուն Հոր եւ Որդու եւ Ոգուն Սրբո ամեն։ Բայց երբ ժամանակները լեցվեցան, ղրկեց Աստված իր որդին, որ գնոճմե ծնավ ու օրենքին դակ մտավ, որբեսի օրենքին դակ եղողները փրկե, որբեսի մենք որդեգրությունը ընդունենք։ Որպես հավատացյալներ մենք պամսորված ենք մեր կյանքի մեջ, որ Աստծո ժամանակը միշտ ճիշտ է, Աստված չի սխալիր։ Ոչ մեկ ժամ առաջ, ոչ մեկ ժամ վերջ, ոչ մեկ վայրկյան առաջ, ոչ մեկ վայրկյան յետ։ Աստված ճիշտ ժամանակը գիտե եւ իր ժամանակացույցով առաջ կերտա։ Մենք այս բանը գիտենք, բայց երբեմն ըմբռնելը հասկանալը դժվար է ասիգա։ Միշտ հարցումներ ունենք։ Հաճախ կհարցնենք, ինչու համար այս դժվարությունը կբադա իմ կյանքից մեջ։ Ինչու ինձի հետ բիդելար։ Ինչու այս դժվարությամբ մատնվեի։ Ինչու շատ հարցումներ ունենք մեր միտքի մեջը։ Եվ մենք կմոռանանք, որ այն դպավորությունը, այն զգացումը, որ ունենք մենք ժամանակի հանդեպ, մեր սահմանապակ միտքերով կըմբռնենք, բայց Աստված բոլորովին դարբեր անգույն է գիտի ժամանակը։ Մենք մեզի համար ժամանակը դարբեր բան է, օրը 24 ժամ, ժամայցին գնայինք հաջող ամեն վայրկյան աչքերից ժամայցի վրան կամ հեռացայինի վրան է, բայց Աստված սիրելիներ բոլորովին ուրիշ անգույն է գիտի ժամանակը։ Ավելին Աստծո կով ժամանակ գոյություն չունի ընդհանրապես։ Հիսուս խաչին վրա մի քանի ժամ չարչարվեցավ։ Մեր աչքերով կտեսնենք քանի ժամ չարչարվեցավ եւ անգևերջ իր վերջին շունչը տվավ եւ մեռավ։ Բայց քանի որ Աստծո կով ժամանակ չի գա սիրելիներ, Աստված Հիսուս հավիդյան չարչարվեցավ մեր մեղքերուն համար։ Եվ ավելինս եմ, երբ որ մենք ամեն անգամ որ մեղքը կործենք, մենք ավելի կչարչարենք մեր Տերը, մեր Փրկիչը։ Աստված հավիդյան չարչարվեցավ մեր մեղքերուն համար։ Մենք երբ որ գաղութենք եւ աղոթքի պատասխան կսպասենք, անհամբեր ենք, կարծենք որ Աստված մեր աղոթները գուշացնե, իր պատասխանը գուշացնե։ Դանիելի մարգարեության մեջ հետաքրքրական բացատրություն կա։ Դանիել գաղութեր իր ժողովրդի համար, իրեն համար եւ հրեշտակ երբ որ կովը հասավ, ինչ ասավ այն վարգանեն, որ դու սկսար աղոթել, Աստված լսեց քո աղոթներդ եւ 3 շաբաթ վերջը հրեշտակ իրեն ասավ, չարին թեմ կբայքարեր, մինչեւ որ Միքայել հրեշտակ եկավ եւ բայկարեցան եւ հաղթեց եւ եկավ Դանիելի պատասխանը տալու, մարգարեությունները տալու։ Ուրեմն ուշացած էր պատասխանը, ոչ, մենք անանք բաներ չենք գիտեր սիրելիներ, որ այս երկինքի մեջ կլա, անդեսանելի աշխարհի մեջ կբադայի, մենք գաղափար չունենք, չենք տեսներ, բայց Աստված ամեն բան ունի եւ Աստված բնավ չուշացներ իր պատասխանը։ Որպես հավատացյալներ մենք քիչ թե շատ կհասկանանք կամ կփորձենք հասկանալ Աստծո ժամանակը, իսկ անհավատներ Երբ որ անհավատ մգաղոտ է եւ իր պատասխանը գուշանա, ինչ կգարձե։ Այդ անհավատը պիտի որ ուրեմն Աստված աղոթներ չի լսեր։ Ուրեմն Աստված աղոթներու չի պատասխաներ, հոգը չէ։ Շատեր ալ պիտի որ Աստված գոյություն չունի։ Ուր է Գաղութեմ որ Աստծո քանի օր է, քանի շաբաթ է, քանի տարի է, եւ պատասխան չեմ ստացած։ Հարցումները մեկը, որ միտքերնից ունենք սիրելիներ սա է։ Ինչու Աստված 400 տարի սպասեց, որպեսզի իր պատգամը ղրկեր։
Ամենավերջի մարգարեն ով է, Մաղաքյա մարգարեն է, չէ, Մաղաքյա մարգարեի մինչև նոր գդագարանը, մինչև Հիսուսի ծնունդը 400 տարվա շրջան մը գա, որ Աստված գարձեք երկինքը լրած էր, Աստված չեր խոսեր իր ժողովրդին հետ, սկիզբը գիտենք, մարգարենի միջոցով միշտ գխոսեր, գկրեր, իրենց պատասխան գուդար, այս 400 տարին, մինչև որ Հիսուս կար մեղքերու թողության համար, 400 տարի լրության շրջան մը գա, որևէ թեփքեր գային, որոնք պետք էր գադարվեին, որպեսզի Մեսիան կար, եթե թեփքեր գային, որոնք էին այդ թեփքերը, ինչու 400 երկար տարիներ, եւ այս հարցը, սիրելիներ, խոր արմատներ գնեդե աստվածապանության մեջ, Աստծո քերիշխանության, sovereignty, քերիշխանության եւ իր բնության մեջ, Աստծո համբերությունը եւ իմաստությունը ամեն ինչ կհստակացնե Մեսիային ճիշտ ժամանակին հայտնվելուն, որտեղ Աստված երկայնամիտ է, Աստված կսպասե, երկայնամիտ է, ներող է եւ Աստված ամենակետ է, ամենաիմաստուն է։ Իրականության մեջ որոշ պայմաններ պետք էր ստեղծվեին Հիսուսի ծնունդեն առաջ։ Աշխարհը պատրաստ պետք էր լար ընդունելու Աստվածորդին, ընդունելու ճշմարտությունը։ Հրեաները պետք էր պատրաստ լայն ընդունելու բրգիչը, որուն կսպասեին սերունդ է սերունդ։ Թարերով սպասեցին, խոստում գար իրենց, խոստում դրված էր, եւ ամեն անգամ իրենց շուրջը գնային, թե արդյոք Մեսիան եկավ, արդյոք տունես, արդյոք ինքներ կսպասեին։ 5 դագարանի մարգարեությունները պետք է որ իրականություն դառնային։ 5 դագարանի մեջ լեցում մարգարեություն կար, չէ՞, Հիսուսի ծնունդի մասին, Եսայի մարգարեն գիտենք, ինչպես իր մասին կնկարագրե, որ երես անջանաչելի էր եւ այլն, եւ բոլոր մարգարեություններում մեջը գրված է Քրիստոսի մասին։ Աստված լավ գիտեր, թե երբ պիտի լար ճիշտ ժամանակը եւ թե ուր պիտի կատարվեր։ Ինչու համար Ադամ եւ Եվա մեղ կորձել են անմիջապես պետք չեկավ Հիսուս։ Մարդի ինգավ, չէ, աննազանդ գտնվեցավ, արգելված բդուղեն գերան, ինչու անմիջապես անգևեր չեկավ Հիսուս։ Քաղաքացից 4-4 որ գարտացինք, բայց երբ ժամանակը լեցվեցավ, երբ որ Աստծո ժամանակը եկավ, լեցվեցավ այնադեն Աստված հայտնվեցավ։ Պողոս առաքյալ վստահ էր, թե ճիշտ ժամանակն է։ Վստահ էր այդ ժամանակին, համար որ Աստված ճիշտ ժամանակին եկավ։ Նույն քաղաքացից 4 առաջին համարեն գարտանք առաջին 1 2 3 համարները, բայց զայս կզրուցեմ, որ չափ ժամանակ որ ժարանքը դղա է, ծարայե տարբերություն մչունի, թեև ամենուն դերն է։ Հաբա խնամակալներու եւ հոգապարծուներու դագ է, մինչև հորը որոշած ժամանակը։ Նույնպես մենք ալ երբ դղա էինք, աշխարհի սկզբունքներուն դագ ծարա եղած էինք։ Որևէ դղա գսե Պողոս առաքյալ, որևէ մանուկը, որ հորը պիտի ժարանքե, հորը ժառանգությունը պիտի ստանա, երբ որ մանուկ է, ինքը չի գնար ժառանգությունը կործածել, անոր համար խնամակալներ կունենա, հոգապարծուներ կունենա, պատասխանատու մարդիկ կունենա, որոնք երբ որ հասուննա այդ ծավալը իրենց փոխանցել։ Նույն ձևով գսե Պողոս առաքյալ, մենք հոգևոր կյանքի մեջ երրորդ համարը, նույնպես մենք ալ երբ դղա էինք, մենք երբ որ չէինք ապաշխարած, դղա էինք, մանուկ էինք, աշխարհի սկզբունքներուն դակ ծառա եղած էինք, աշխարհի կյանք ապրեինք, չէ՞։ Բայց երբ որ հասունցանք, երբ որ դժվարությունը ընդունեցինք, այն ադեն դերը դվավ մեզի ժառանգությունը, այլապես ծառա էինք, հիմա Աստծո շնորհքով զավակներն ենք։ Ադամ եւ Եվայի 2000 տարի յետք Աստված Աբրահամը կանչեց։ Ադամ եւ Եվա 2000 տարի վերջ Աբրահամը։ Ասկե 100 տարի յետք հրեաները քերության կացին ուր Եգիպտոս եւ 400 տարի այդտեղ քերության մեջ մնացին։ Ուրեմն 100 տարի եւ 400 տարի 500 տարի 2000 տարի ալ մինչեւ Աբրահամ 2500 տարիներ անցան։ Ետքը Մովսես Սինա լերան վրա դասնապանյանը ստացավ եւ հրեաները 1500 տարի այդ դասնապանյա օրենքները, որ Աստված տվավ, այդ օրենքներով ապրեցան, այդ օրենքները մարսեցին, այդ օրենքները սորվեցան եւ իրենց կյանքը անոնց վրա գերդվեցավ։ Ետքը
Ուրեմն եղավ 4000 տարի, չէ, 2500 տարի, 1500 տարի վերջը, յետքը ժամանակը երբ լեցվեցավ, Հիսուս եկավ այս աշխարհ։ Իր ժամանակին եկավ։ Հիմա 2000 տարիներ անգեյետ անցած է մինչև մեր օրերը եւ երբ որ ժամանակը լեցվեցավ, ալ ժամանակը լեցվեցավ, ճիշտ ժամանակը եկավ։ Աստված օրենքով հիմը գտներ, որ պատրաստեր հրյա ժողովուրդը Քրիստոսի հայտնվելուն։ Օրենքը պիտի օգներ, որ մարդկության, որ որքան մեղավոր ենք մենք, եւ թե հնարավոր չէ մեր միջոցներով փրկվել, ուրեմն փրկիչը պետք ունենք։ Օրենքը Աստված որպես ստանդարտ տվավ, որպես չափանիշ տվավ, որ այդ օրենքներուն այլով ես եմ կուտեր Աստված, ինձ մեզ ուրիշ Աստված պիտի չունենաս։ Գուրկ պիտի չբացես, մի շնար, մի ցանգար, շաբաթօր Աստված դասնապանյան տվավ։ Այս դասնապանյան որևէ մեկը գա, որ աշխարհի վրա գտնաբահել։ Անգարելի է։ Եթե մենք գրնայինք մայել դասնապանյան, Հիսուս ինչու պիտի կար։ Ինչու պիտի չարչարվեր այդ դաժան դանչանքները գրեր եւ խաչին վրա մերներ։ Պետք չուներ Հիսուս գալու, եթե մենք պիտի գրնայինք դասնապանյան կամ որևէ օրենք բահել։ Բայց մարդը չի գրնար, առաջին օրեն ինգանք, առաջին պատկամը, որ Աստված դվավ, այդ ծարեն մի ուդեք, բոլոր ծարերը ծեր դրամատության դակ է, մենք անհնազանդ գտնվեցանք եւ առաջին վարյանեն ինգանք։ Մենք չենք գնար պատվիրանները բայել, բայց Աստված գուզեր որ որոշ ստանդարտ, որոշ չափանիշ ունենալ եւ ադոր համար օրենքները դվավ։ Եվ որովհետեւ գիտնանք, որ մենք օրենքով չենք գնար օրենքը բայել, փրկիչը պետք ունենք, ադոր համար մենք բոլորը սիրելներ Հիսուս Քրիստոսը պետք ունենք, որպես մեր դերը, մեր փրկիչը։ Երկրորդ Պետրոս 3:8-ի մեջ կսե 1000 տարին դերոջկով մեկ օրվա պես է եւ մեկ օրը 1000 տարվա պես է։ Աստծոքով ժամանակ չի գա սիրելներ, նույն ցևով չէ ժամանակը Աստծո մոտ։ Աստծո տակավորությունը մեր հասկացած կերպով չէ որ գլա։ Հիսուս բացատրեց, թե մանանեխի հադիգի գրմանի, որ ամենեն փոքրն է, բայց յետքը ամենան մեծ խոդեղեններեն մեկը գլա։ Մանանեխի հադիգը ամենափոքրն է, բայց ամենամեծ ծառը գլա, ամենամեծ խոդեղենը գլա։ Երբ որ ժամանակը լեցվեցավ, այսինքն բոլոր պայմանները գադարյալ էին, Հիսուս եկավ եւ այդ մանանեխի հունդը ցանեց։ Երբ որ ժամանակ եկավ, Հիսուս այդ մանանեխի հադը ցանեց։ Նույնիսկ Մեսիայի հայտնվելին յետ ժամանակ պետք էր անցներ, որ այդ ցանված մանանեխը փրկություն բերեր սերունդ է սերունդ, որովհետեւ բոլորն ալ փրկվին։ Ուրեմն հադիգը ցանվեցավ, բայց ժամանակ ուզեր, որ սերունդ է սերունդ այդ փրկությունը ընդունեինք։ Հռոմեացիս 3-րդ գլխուն մեջը 23-ին 25 Հռոմեացիս 3:23 կսե վասնզի ամենը մեղ գործեցին, ամենը եւ Աստծո պարգեն բացած են եւ անոր շնորհքովը ծրի գարտարանան Քրիստոս Հիսուսով եղած փրկությունովը Զոր առաջվնե սահմանից Աստված կավությունը լալու անոր արյունին հավատքով Աստծո երգանամդության ադենները առաջվնե կործված մեղքերուն թողություն դալով իր արդարությունը ցուցունելու համար 4000 տարի Ադամ եւ Եվայի մինչեւ Քրիստոսի հայտնությունը շատեր գարցնեն Քրիստոսի առաջ ապրած մարդիկը ուր պիտի երթան Պիտի փրկվին Քրիստոս չի գար բայց շատեր հավատքի ճամփան կալեցին ինչ պիտի բադայի անոնց հավիտենական դանչանքի պիտի երթան եւ Պողոս Արաքյալը Հռոմեացիս գիրքի մեջը շատ գեղեցիկ կերպով բացատրել որ Աստված բոլորը հրավ հայտնելու իր սերը իր քութը եւ իր շնորհքը Այս 20-րդ համարը նայեցեք ինչ է, զոր առաջվնե սահմանեց Աստված, աշխարհի սկիզբեն սահմանեց Աստված, կավությունը լալու անոր արյունին հավատքով,
Աստծո երկայնամտության ադենները առաջվնե կորձված, բոլոր 5 դագարանեն աշխարհի սկիզբենի վեր, առաջվնե կորձված մեղքերուն թողություն տալովը իր արդարությունը ցուցունելու համար։ Աստված ամեն բանի մասին մտածած է, ամեն կերպ խորած է, ամեն բան ծրագրած է, շատ գեղեցիկ կերպով, որպեսզի բոլորն արբրգվին։ Երբ ժամանակը դեցվեցավ։ Հովանու 8-րդ գլխուն 56-րդ համարի մեջը կգարտանք Ձեր հայրը Աբրահամ Հիսուսը ցանկացավ իմ օրս տեսնել ու տեսավ եւ ուրախացավ։ Աբրահամ Հիսուսը որքան առաջ ապրած է։ Մոտ 2000 տարի առաջ։ Բայց Աբրահամ գսե Ձեր հայրը Աբրահամ ցանկացավ իմ օրս տեսնել ու տեսավ եւ ուրախացավ։ Աբրահամ տեսավ, հավատքով տեսավ եւ իրապես իրեն այցելող այդ երեք հոգիներեն մեկը գսեն Հիսուս Քրիստոս ինքն էր։ Աբրահամ տեսավ այդ օրը։ Մատթեոսի ավետարանի Հիսուսի ծնունդի մասին երկրորդ գլխուն առաջին երկու համարները։ Ու երբ Հիսուս ծնավ Հրեաստանի Բեթլեհեմի մեջ Հերովդես թագավորին օրերը, արևելքեն մոքեր եկան Երուսաղեմ ու ըսին. Ուր է ան, որ հրեաներուն թագավոր ծնավ։ Օդար երկիրները մարդիկ կուկան եւ գիտեմ որ մեկը ծնած է, Մեսիամը ծնած է, ուր է ան։ Վասնզի մենք արևելքի մեջ անոր աստղը տեսանք ու եկանք անոր երկրբակություն ունելու։ Ամոր գպնդրես իրեններ Հիսուսը անպայման գտնե։ Պայման չէ որ Երուսաղեմի մեջ լաս, Հրեաստանի մեջ լաս, աշխարհի որ գոմը լաս, դերը գահիտնվի բոլորին։ 400 տարի Մաղաքիայի օրերը մինչև Հիսուսի ծնունդը հրեաները ակնկալություններ ունեին Մեսիային հայտնվելուն։ Դարբեր մարգարեներ խոսած էին այս մասին, շատ մարգարեներ։ Իսկ Դանիել մարգարեն ճիշտ Հիսուսի ծննդյան եւ մեռնելուն օրերը նույնիսկ հստակ գրած էր։ Միան այս մասերը գուզեմ գարտալ Դանիել 9:24-27-ը Դանիել 9-րդ գլուխ 24-րդ համարի մեջ կսե սրբոց սուրբը օձելու համար քու ժողովրդիդ վրա սրբոց սուրբը Հիսուսի մասին է օձելու համար պիտի օձվեր չէ ինքն էր քու ժողովրդիդ վրա ու քու սուրբ քաղաքիդ վրա 77 որոշված էր այս թիվերը մարգարեական թիվեր են բոլորովին դարբեր նյութ է բայց որոշված էր այդ օրը իսկ 26-րդ համարի մեջ մեռնելու մասին խոսի Հիսուսի եւ 62 յոտնագեն յետքը օձյալը պիտի գտրվի օձյալը պիտի մահանա Դանիել 9-րդ գլխու մեջ է 24-27 համարները Հրեա ժողովուրդը անհամբեր կսպասեր Մեսիայի կալուստին խորելով թե անիկա պիտի քար եւ զիրենք ազատել հռոմեական գայցության ցերքեն այդ իրենց ուժեն հռոմեական գայցությունը իրավ որ շատ թաժան էր եւ անոնց լուծը շատ ծանր սակայն մյուս կողմը անոնք շատ զարգացած էին Հռոմը մոտավորապես 800 տարի աշխարհի դիրագալ ժողովուրդի եղած է գայցությունը եղած է եւ իրենց ջարդարաբեդությունը իրենց արվեստը բոլոր այդ շրջաններու մեջ որ գրաված են տարածված է ուրիշ նշանավոր բան ունեին որ շատ գեղեցիկ մեծ ջամփաներ շինեցին ինչու համար որովհետեւ իրենց փանակները մեկ տեղի մյուսը գտնան դյուրության փոխադրվել ուրեմն թե ջարդարաբեդության մեջ թե ջամփաներու մեջ շատ հարաճած էին եւ այդ Ճամփաները որ շինված էին դյուրացներ իրենց զորքերուն դյուրությամբ շարժիլ եւ դյուրությամբ փոխադրվել Այս բոլորը սիրելներ Հռոմի միջոցով եղավ բայց այս բոլորը Աստծո ծրագրին դակ էր Աստված էր որ կկառավարեր այս բոլորը Պողոս Արաքյալ շատ լավ օգտվեցավ այս ճամփաներեն Աստծո ծրագրի մեջ է եւ գրծավ ավետարանը մինչեւ հերավոր Եվրոպա հասցնել Եթե այդ ճամփաները հողոտ ճամփաները լայն, կարկարոտ ճամփաները լայն, հավանաբար պիտի չգրնար Պողոս Արաքյալ ամեն տեղ երթալ, բայց ամեն ասոնք պատրաստված էին։ Հռոմեացիս 8:28-ը ամեն բան բարի գործակից կլա անոր, որ Աստծո կսիրեն։
Հիսուսի հարութենեն յետք 300 տարի անց ռոմեական գասության մեջ ժողովրդին 50 արհարուրեն ավելի Հիսուսի գեհետևեին։ Հետաքրքրական է Հիսուսի խաչելութենեն վերջ 300 տարի եթե արժև էր տանք, ռոմեական գասության մեջ եղած ժողովրդին գեսեն ավելի, 50 արհարուրեն ավելի արդեն գճանշնային դերը եւ Հիսուսի գեհետևեին։ Ասի Աստծո ծրագրի մեջ էր սիրելիներ, Աստված ծրագրած էր, որ այդպես լար։ Ահա թե ինչու ճիշտ ժամանակն էր, երբ ժամանակը լեցվեցավ։ Քրիստոսի երկրորդ քալուստն սիրելիներ, ճիշտ ժամանակն է։ Երբ է, չենք գիտեր, իչմարած եղբայրս խոսեցավ, որևէ բեգերնից չենք գիտեր, բայց կլսենք որ պատերազմներ, կտեսնենք որ լուրերու մեջ պատերազմներ եւ պատերազմներ լուրեր, այս բոլորի մասին գրված է Աստվածաշունչի մեջ։ Եվ մենք գիտենք որ վերջին օրերու մեջ ենք, դե որքան մոտ ենք, որևէ մեկը չի գիտեր, մեզի դրված չի գիտնալը, բայց գիտենք որ շատ մոտ ենք։ Հիսուս սիրելիներ ճիշտ ժամանակի միտիկա։ Միայն թե Աստված երգայնամիտ կլա, Պետրոս Արաքյալ գսե երգայնամիտ կլա, գահամպեր է որպեսի բոլորն ալ փրկվին, բոլորն ալ լսեն ավետարանի բարի լուրը եւ փրկվին։ Այսօր ալ երբ ժամանակը լեցվի, Հիսուս պիտի վերադառնա։ Արդյոք պատրաստ ենք։ Պատրաստ ենք սիրելի քույրեր, եղբայրներ։ Ամեն։